Այստեղ ըստ էության երկու խնդիր կա, որ ձեր ասածից ես հասկացա, որ մեկը հայտնի նկարի դեպքում օրինակ այդտեղ իրական, այսինքն օրիգինալ լինելու հետ կապված խնդիրն է առաջանում, իսկ սովորական, ոչ սովորական, այսինքն ընթացիկ նկարների պարագայում արվեստի գործի գնանշման խնդիրն է առաջանում, որովհետև ասենք ենթադրում եմ շատերս այդ իրադրության հետ բախված կլինենք, որ երբ որ ասենք ինչ որ ձևով մեր այսօրվա վերնիսաժային հարթակներից ինչ որ մի նկար մտածում ես ձեռք բերես, բայց բնականաբար վստահություն չկա, ասենք թեկուզ խոսքը 30, 40, 50 հազար կամ 10 հազար կամ 5 հազար դրամի մասին է, բայց այդ նկարը արժի այդքան, թե չարժի։ Ենթադրում է, որ այս համակարգը ինքը որոշակի վստահություն է տալու, որ այդ նկարը կամ արժի այդքան, կամ առնվազն սակարկությունը ինքը այդ հնարավորությունը կբացի եւ կտա, ինչը նաեւ մեր հարգելի արվեստագետների աշխատանքը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավորություն կտա, որը կարծում եմ ինքը նաև չի էլ խանգարի մեր վերնիսաժների գործունեությանը, որը Երևանի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ սկսած արտահանումից նկարների, որովհետև նկարների արտահանման համար պրոցեդուրաներ կան, մարդիկ անդադ քաշքշուկների մեջ են ընկնում, պիտի նախարարությունից տեղեկանք անեն, չգիտեմ ինչ, այսինքն ենթադրվում է, որ այս դեպքում մարդը եթե գնաց այդ աճուրդային կենտրոնից կամ այդ հարթակից ձեռք բերեց նկարը, ուրեմն այդ ծառայությունները գնի մեջ ներառված կլինեն, որպեսզի մարդ ուղակի վերցնի, կարողանա վերցնի եւ գնա օդանավակայան, այդ թվում թույլտվությունը, որովհետեւ արվեստի գործը մաքսային ծառայությունը տեսնում է, ինքը ուզում է համոզված լինի, որ այս արվեստի աշխատանքը երկրից արտահանելու արգելք չկա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչը իր հերթին խնդիրներ է ստեղծում, այդ թվում արվեստագետների եկամուտների, այսինքն շուկա ձևավորելու եւ դրամաշրջանառություն ապահովելու առումով, որը կարծում եմ, որ շատ կարևոր նորամուծություն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։